Այսօր Հայաստան էր ժամանել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նրան Զվարթնոց միջազգային օդանավակայանում դիմավորել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նախաստորագրել են Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը, Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև համապարփակ գործընկերության կանոնադրությունը, Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև կարևորագույն հանքանյութերի եւ հազվագյուտ հանածոների արդյունահանման եւ մշակման ոլորտում մարտավարական ապահովման շրջանակային հուշագիր։ Թրիփ նախագծի մասով համաձայնությունը ամենախոշոր քայլերից մեկն է այս պատմական ուղին իրականություն դարձնելու ուղղությամբ Միրզոյանի հետ համատեղ հայտարարությանը ԱՄՆ պետքարտուղարն է շեշտել։ Այս վարչակազմի համար առաջնահերթ խնդիր է զարգացնել հարաբերությունները ոչ միայն Թրիփի ուղղությամբ, այլև բոլոր ուղղություններով։ Մենք շարունակում ենք զարգացնել մեր հարաբերությունները։ Դուք վարչապետը Հայաստանյան ամբողջ թիմը ճանապարհ եք հարթում դեպի ավելի անկախ ապագայի Հայաստանի համար։ Ուրախ ենք մեր աջակցությունը հայտնել այս տեսլականին, ասել է Ռուբիոն։ Ուժեղ Հայաստան կուսակցության անունից հանդես եկող մի խումբ անձինք ազգային ժողովի ընտրություններին նույն կուսակցության օգտին քվեարկելու եւ նախընտրական քարոզչություն իրականացնելու պայմանով ընտրելու իրավունք ունեցող մի շարք քաղաքացիների խոստացել տվել են ընտրակաշառք, գործընթացը քողարկելով կուսակցության տարածքային գրասենյակներում նշված անձանց կաշառք գումարը աշխատավարձի տեսքով վճռելու անվան տակ հակակոռուպցիոնից են տեղեկացնում։ Նախաձեռնվել է քրվարույց, ձերբակալվել մի շարք անձինք։